Հարությունյան Օնիկ Էջմիածնից։ Ինչի համար եք աջակցում Սամվել Կարապետյան։ Ամեն ինչի։ Բացասական ոչ մի բան չկա այդ մարդուց։ Ամեն ինչ դրական է, ամեն կերպ տենում ենք, որ հայ ազգի կողքին կանգնած է։ Բազմիցս։ Ի հեճուկս ԿՊ-ականների, որ միջև առեսօր իրանց սեփական միջոցներով մի հատ քարի վրա դրած չկան լեզուները 100 մետր է, իրանք են ճղում իրանց ամբիոններից, բայց երբ որ Սամվել Կարապետյանը բազմիցս հայ ազգի կողքին կանգնած է եղել ու միշտ շարունակել է իր գործընթացները հայ ազգի կողքին լինելով, պարոն Կարապետյանը լռում է։ Ես որպես հայ մարդ միայն իմ ապագան տեսնում եմ, իմ ընտանիքի հետ իմ ապագան տեսնում եմ Սամվել Կարապետյանի կողքին։ Սամվել Կարապետյանի նման ղեկավար ունենալը դա պարծանք է ուղղակի։ Հայ հասարակ ժողովուրդը զարթնել է, հայ հասարակ ժողովուրդը իրան հարգել գիտի, հայ հասարակ ժողովուրդը վախի մթնոլորտ ընդհանրապես չունի։ Նիկոլ Փաշինյանը թող իր խմբակետ իրանց վեր ու վեշը պատրաստեն դրեն պինդ կողները, որ մնաց 50 օր, 50 օրից չվելու են։ Այդ աթոռը պապական չի եկել իրանց մոտ։ Ամեն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Իշխանականները պնդում են, որ չի կարող Սամվել Կարապետյանը աջակիցներ ունենալ, ովքեր էլ որ գալիս են գումարի դիմաց են գալիս։ Այտենց բան ասողը նախ գլուխը պատին ա տվել, ստեղ բոլորի անունից եմ խոսում, ստեղ բոլոր կանգնած մարդիկ իրանց հարգող հայեր են։ Ի հեճուկս ԿՊ-ականի խամաչիկների, որ մի հատ շլվարի հիմար, մի հատ նասկու հիմար կարան ճղեն ամեն ինչ։ Մենք մեզ հարգել գիտենք, մենք մեր Կարապետյանի կողքին կանգնած ենք։ Ամեն կերպ, միջև վերջի վարկյանը օրը 24 ժամ ես կանգնած եմ Կարապետյանի կողքին։ Դուք նշեցիք, որ Արցախի դրոշի հետ կապված ինչ-որ խնդիր է առաջացել Էջմիածնում, ինչ։ Դե Էջմիածնի ԿՊ-ական գանձերը մուկնուկատու են խաղում մեր հետ։ Մենք Արցախի դրոշը դնում ենք, իրան գիշերը գալի կտրում հանում են։ Մենք դնում ենք, իրան կտրում հանում են։ Ինչքան իրանց շեֆն է ասել, իրանց շեֆի հրամանն են կատարում։ Արմեն Ալեքսանյանը տեղադրեց Արցախի դրոշը։ Ժամեր անց այդ Արցախի դրոշը կտրվեց, հանվեց։ Նորից բերեցինք, տեղադրեցինք, նորից կտրեցին, հանեցին։ Ինչ են ուզում ասեն, չենք կարող հասկանանք։ Ու ոչ մեկ տեղյակ չի քաղաքապետարանում, թե ով է կտրել այդ Արցախի դրոշը։ Մեկը մեկի վրա է գցում։ Էս են, այսօրվա իշխանությունից լավ բան սպասել ուղղակի անհնար է։ Այսօրվա իշխանությունը ամեն ինչ անում է հայ ազգի մեջ ու շարունակում է, ստացվել է որոշ չափով իր խամաչիկների մոտ, որ բաժանելա սևերի ու սպիտակների, բայց չի հաջողվելու։ Մենք արդեն սենց չէ, այսպես կուշտ ենք իրանից։ Առանց իրա մենք ավելի լավ ենք մեզ զգալու մեր Կարապետյանի հետ միասին։